Կարծում եմ հավելյալ պարզաբանման կարիք ունի, քանի որ այս ատոմակայանի թեման շատ է շահարկվում, ի վերջո երբ է փակվելու, ինչ պայմաններում, մինչև այդ արդյոք մենք նոր ատոմակայան կառուցած ենք լինելու, արդյոք որոշված է ինչպիսին թե եւ ում հետ համագործակցությամբ, խնդրեի պարզաբանել։ Տեսեք, մենք հիմա գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետը մինչև 2036 թվականը երկարացնելու ցիկլի մեջ, որից հետո եւս մի փուլ ենթադրվում է 10 տարով եւս հնարավոր կլինի երկարացնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունը, այսինքն եղավ 2036 եւ 2046։ Այդ ընթացքում մենք պետք է կայացնենք որոշումներ։ Եվ ելի եմ ասում, ես այս ամբիոնից ես այս նույն հայտարարությունը մի քանի անգամ գոնե ասել եմ։ Մենք նոր ատոմային ռեակտոր, միջուկային ռեակտոր ունենալու հարցը քննարկում ենք Ռուսաստանի հետ, Միացյալ Նահանգների հետ, Ֆրանսիայի հետ, Չինաստանի հետ, Հարավային Կորեայի հետ։ Եվ մենք բոլոր մեր գործընկերներին թափանցիկ կերպով, այսինքն եթե ամբիոնից ասում եմ, դա շանկuma ոչ մեկից գաղտնիք չենք պահում։ Բոլորին թափանցիկ կերպով ասում ենք, որովհետև ասում ենք դա ներողություն ճակատագրական ռազմավարական նշանակության որոշում է եւ որոշում կայացնելիս մենք պետք է համոզված լինենք, թե որ առաջարկն է մաքսիմալ համապատասխանում Հայաստանի Հանրապետության շահերին։ Այդ թվում միջալոց մենք ուրիշ խնդիր ունենք։ Մենք ունենք խնդիր միջուկային էներգետիկայի շուկան լավ եւ ճիշտ ուսումնասիրելու երկարաժամկետ, որովհետեւ կա ուրիշ խնդիր։ Հիմա իհարկե մեր էներգետիկ համակարգում, եթե չեմ սխալվում, Մեծամորի ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինը ամենաէժանն է, ճիշտ է։ Այստեղ ինչ խնդիր ունենք մենք նաեւ ասում եմ, որպես վերջին մի քանի անգամ ատոմային միջուկային էներգետիկային վերաբերված տարբեր գագաթաժողովներին մասնակցելով, քննարկումներ ունենալով, մենք կան գնահատականներ, որ միջուկային վառելիքի պաշարը ընդհանրապես, այս պահին հայտնի պաշարները, իրենք 70 տարվա պաշարներ են։ Այսինքն, ինչ է սա նշանակում։ Սա նշանակում է, որ հաշվարկի կարիք ունի, թե 40 տարի հետո 1 կիլովատժամ միջուկային էներգիան ինչ կարող է արժենալ, որտեղ ստեղ էլ տնտեսական նպատակահարմարության եւ ետգնման հնարավորությունների հարց կա։ Իհարկե հիմա նաեւ լրջորեն քննարկվում է եւ կա արդեն փորձ միջուկային վառելիքի երկրորդային հարստացման կամ երկրորդային միջուկային վառելիքը երկրորդ անգամ օգտագործած միջուկային վառելիքը երկրորդ անգամ օգտագործելու։ Իհարկե կան շատ ավելի հեռանկարային տարբերակներ, քանի որ ուրանը ինքը մեծ ծավալներով կամ պլուտոնիումը մեծ ծավալներով չի օգտագործվում, կա նաև մեծ հավանականություն, որ ի վերջո կլինի տեխնոլոգիա դրանք բերելու դիեզերքից, այսինքն այլ երկնային մարմիններից եւ այլն, բայց դրանք ստեղ խնդիրը հետեւյալն է, թե գինը ամենակարևորը, գինը ինչ արժենալու, խնդիրն այն չի, որովհետեւ ատոմակայան որ կառուցվեց, էական չի, ինչ միջոցներով է կառուցվի, դա պետքա տնտեսական, ֆինանսական սխեմա դրվի տակը, որպեսզի ներդրված գումարը վերադառնա։ Եվ այս է պատճառը, որ մենք հիմա կան գործընկերներ են, որ մեզ ասում են շտապեցնում են, ասում են պետքա որոշում կայացնել ամենայն հարգանքով։ Մենք պետք է այս բոլոր նյուանսները հասկանանք, որովհետև եթե մենք ենթադրենք 5 միլիարդ, 4 միլիարդ, 6 միլիարդ ներդրում արեցինք ատոմակայան կառուցեցինք եւ ուրանի գինը 4 անգամ բարձրացավ, 5 անգամ բարձրացավ, 10 անգամ բարձրացավ։ Հիմա եկեք նայենք ոսկու գնի դինամիկային վերջին 10 տարում։ Իհարկե համեմատությունը տեղին չի եւ այդքան ուղիղ չի, բայց ենթադրենք մեկ է կարա պլուտոնիումի եւ միջուկային վառելիքի գինը կարա այդ դինամիկով սկսի աճել։ Դա ոնց է ազդելու մեր նախագծի բանի վրա, տնտեսական
հետգնելիության կամ տնտեսական արդյունավետության վրա։ Սրանք սա շատ լուրջ հարցեր են եւ այս բոլոր լուրջ հարցերը ամենայն մանրամասներով մենք պետք է քննարկենք։ Շնորհակալ։